Անցած շաբաթ ապրիլի 11-ից 13-ը Հայաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մասնակցեց Անտալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղում լուսաբանում էր Civilnet-ի թղթակից Արշալույս Մղդասյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի պատվիրակությունը մասնակցում էր 3-րդ տարին անընդմեջ, այս տարի ակնհայտորեն ավելի մեծ ներգրավվածությամբ։ Մի քանի տասնյակ երկրների ղեկավարների և կառավարության անդամների մասնակցությամբ ընթացող համաժողովը լայն հնարավորություն է տալիս շփվելու տարբեր պատվիրակությունների հետ, ինչպես նաև գլխավորապես առաջ տանելու սեփական դիրքորոշումները։ Հայկական կողմի համար համաժողովի առանցքային իրադարձությունները Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներն էին։ Անշուշտ կենտրոնականը ապրիլի 12-ին Հարավային Կովկասի նվիրված պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները։ Ինչպես և սպասելի էր, պանելի քննարկումների մեծագույն մասը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ելույթներն էին, որոնք մինչև այդ երկկողմ հանդիպում էին անցկացրել, ինչպես նաև Անտալիայում առաջին անգամ էին հանդիպում խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո։ Արտգործնախարարների ելույթները ցույց տվեցին, որ Երևանն ու Բաքուն հեռու են խաղաղության պայմանագրի կնքումից, իսկ դրա մասին խոսակցությունները ներկայում անիրատեսական են։ Ի տարբերություն հայկական դիրքորոշման, ստորագրել պայմանագիր, դե յուրե վերջ տալ հակամարտությանը և դրա հիման վրա աշխատել հետագա հարցերի շուրջ, Ադրբեջանը բոլորովին այլ գիծ է հետապնդում, կրկնելով դրա համար հայտնի պայման պահանջները։ Հետևաբար Բաքուն անպատասխան է թողնում հայկական կողմի առաջարկները պայմանավորվելու խաղաղության պայմանագրի կնքման ժամանակահատվածի և տեղի վերաբերյալ։ Դա նաև հաստատել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Civilnet-ի հետ զրույցում։ Մենք պատրաստ ենք պայմանագիր ստորագրել ամենամոտ ապագայում, սակայն այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում։ Սակայն Ադրբեջանը, բացի իր երկու հիմնական պահանջից՝ Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, սկսել է ակտիվորեն առաջ տանել կոմունիկացիաների թեման, այն կարևոր համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համատեքստում։ Այդ մասին Անտալիայի համաժողովին նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, սեփական պատկերացումներով Հայաստանով անցնելիք ճանապարհը համարելով հայ-ադրբեջանական ներկա կարգավորման գործընթացի բաղադրիչ։ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում շարունակում է նույնը մնալ։ Երևանը պնդում է, որ պատրաստ է Ադրբեջանից Նախիջևան նախանշված ճանապարհին Բաքվին սահմանահատման հետ կապված հեշտացված տարբերակներ առաջարկել՝ խուսափելու ֆիզիկական ստուգումից, սակայն սկզբունքային է համարում Մեղրիի ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հանգամանքը։ Մեծ հավանականությամբ Բաքուն նորից ակտիվացնելով ճանապարհի հարցը փորձելու է այդ մասով միջազգային մեծ կոնսոլիդացիա ապահովել, հաշվի առնելով նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ուստի շատ կարևոր է նաև Իրան-ԱՄՆ բանակցային ընթացքն ու հետագա զարգացումները, սակայն ինչպես ասում են, դա առանձին թեմա է։ Կոմունիկացիաների հարցում մեծ կոնսոլիդացիայի մասին է խոսել նաև տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը Civilnet-ի հետ զրույցում, նշելով, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանով Նախիջևանին կապվել անխոչնդոտ ձևով, միջանցքի տրամաբանությամբ, և նա կփորձի Իսրայելի օգնությամբ այդ գործի ներգրավել նաև Միացյալ Նահանգներին։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հայաստանը նաև ակտիվ շփումներ ունեցավ թուրքական կողմի հետ։ Կայացավ Միրզոյան-Ֆիդան հանդիպումը, մինչև այդ երկկողմ ձևաչափով շփվեցին կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլչը, իսկ նախօրեին էլ հանդիպեցին երկու երկրների փոխարտգործնախարարները։ Երկկողմ շփումների մասին առանձին ավելի մանրամասն խոսեցին Սերդար Քլչն ու Արարատ Միրզոյանը։ Civilnet-ին տված հարցազրույցում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը երկկողմ քննարկումները Երևանի և Անկարայի միջև ոչ թե բանակցություն կամ էլ քննարկում, այլ վստահության կառուցման գործընթաց անվանեց, լիահույս լինելով երկկողմ կարգավորման գործընթացն արագացնելու հարցում, սակայն ոչ մի հստակություն սահմանների բացման վերաբերյալ։ Նա այդ հարցով միայն հիշատակեց երրորդ երկրների անձանց համար սահմանը բացելու թեման, նշելով, որ երկու երկրները աշխատում են այդ ուղղությամբ։ Քլչի մեկնաբանության կարևոր բաղադրիչը Հայաստանի սահմանադրության փոփոխության էր վերաբերում։ Այս թեմայում ադրբեջանական կողմը իր հերթին փորձում է ներգրավել Թուրքիային, սակայն Քլչի խոսքերով Հայաստանի սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է և կախված է նրա ներքին որոշումից։
Արարատ Միրզոյանի խոսքերով, չնայած ընթացիկ հարցերը տարբեր արագությամբ են առաջ շարժվում, սակայն կա ընդհանուր պատկերացում ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին։ Նրա վստահեցմամբ երկկողմ օրակարգը նաև ենթադրում է միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։